Ռուսաստանը պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Իրանի միջուկային ծրագրի շուրջ փոխշահավետ համաձայնությունների հասնելու համար, ինչպես նաև ներկա փուլում Իրանի եւ ԱՄՆ-ի միջև երկխոսության հարցում, ասել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վենեդիկտովը։ Ցավոք, ԱՄՆ-ում ոչ բոլորն են կիսում Իրանի հարցով խաղաղ լուծում գտնելու կարծիքը։ Հուսով ենք, որ ողջախոհությունը կհաղթի, ասել է Վենեդիկտովը։ Ռուսաստանը պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Իրանի միջուկային ծրագրի շուրջ եւ ներկա փուլում Իրանի եւ ԱՄՆ-ի միջև երկխոսության շուրջ փոխշահավետ համաձայնությունների հասնելու համար, ընդգծել է նա։ Մոսկվայի Շերեմետևո, Դոմոդեդովո եւ Ժուկովսկի օդանավակայաններում վերացվել են ինքնաթիռների ժամանման եւ մեկնման սահմանափակումները։ Այս մասին հայտնել է Ռուսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ Կորենյակոն։ Նրա խոսքով սահմանափակումները մտցվել են քաղաքացիական ինքնաթիռների թռիչքների անվտանգությունն ապահովելու համար։ Ժամը 13:02 Կորենյակոն հայտնել է, որ Դոմոդեդովո եւ Ժուկովսկի օդանավակայանները ժամանակավորապես չեն ընդունում եւ չեն ուղարկում թռիչքներ։ Ժամը 13:26-ին նա ժամանակավոր սահմանափակումներ է հայտարարել Շերեմետևո օդանավակայանում։ Մայիսի 21-ին սահմանափակումներ են մտցվել Վլադիմիրի, Իվանովո եւ Կալուգայի օդանավակայաններում։ Բոլոր 3 օդանավակայանները դադարեցրել են միաժամանակ ընդունել եւ ուղարկել ինքնաթիռներ։ Հակակոռուպցիոն դատարանում տեղի ունեցավ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով վերաբացված առաջին դատական նիստը։ Այս գործով մեղադրյալներ են նաև նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանը, Ֆլեշ ընկերության սեփականատեր Պարսեղ Բեգլարյանը, գյուղնախարարության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանը եւ նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանը։ Նրանք մեղադրվում են պետբյուջեից մոտ 0.5 միլիարդ դրամի հափշտակություն կազմակերպելու մեջ։ Առաջադրված նոր մեղադրանքին անդրադառնալով Սարգսյանն այն որակել է իրավական աճպարարության եւ մարդկային ողբերգության հերթական դրսևորում։ Տեսեք, այս քրեական գործը իրավական աճպարարության եւ մարդկային ողբերգության հերթական դրսևորումն է։ Սկզբի համար սա։ Ես չեմ ուզում ուշանալ դատական նիստից, խնդրում եմ համբերությամբ լծվեք, սպասեք, դուրս կգամ, բայց խնդրում եմ շատ կարճ իրար հետ համաձայնացվեք ինչ հարցեր, որովհետեւ մեկ այլ չասեմ կարևոր, բայց պարտադրված հանդիպում է։ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, այս մասին հայտարարել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Ալմա-Աթայի հռչակագրին միանալով երկրները, մասնավորապես Հայաստանը եւ Ադրբեջանը, ճանաչել են, որ ճանաչում են միմյանց սահմաններ եւ տարածքային ամբողջականությունը խորհրդային միության փլուզման պահին գործող սահմանների շրջանակներում։ Ինչ վերաբերում է այս հարցում Լեռնային Ղարաբաղի խնդրին, ապա Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը տարիներ շարունակ եղել է չկիսված որևէ միջազգային գործընկերոջ կողմից, այդ թվում նաև հարկ եմ համարում այս պահին հիշեցնել, որ Ռուսաստանի Դաշնությունը բարձրագույն մակարդակով ընդգծել է Լեռնային Ղարաբաղի պատկանելությունը Ադրբեջանին, Հայաստանի Հանրապետությունը չի վիճարկում այս մոտեցումը։ Հայաստանի Հանրապետությունը կրկին ուզում եմ առիթից օգտվել եւ ասել, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Ալմաթայի հռչակագրի վրա, հիման վրա եւ բնականաբար ակնկալում է եւ ստացել է հավաստիացում Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության ճանաչման վերաբերյալ կրկին Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Շնորհակալ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է ներկայացնել հատիկ առ հատիկի շրջանակում պետությանը վերադարձված գույքի եւ դրամական միջոցների արձանագրումը։ Արարատի մարզի Արարատ համայնքի Ավշար բնակավայրի Շիրազի փողոցում գտնվող հողամասի եւ պահեստների նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը։ Հողամասի շուկայականին մոտարկված կադրային արժեքը 55 միլիոն 471 հազար դրամ է, հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ֆինլանդիայի եւ Ռուսաստանի սահմանին կառուցվող ցանկապատի բարձրությունը կրկին կավելացվի։ 2024 թվականի սեպտեմբերին Ֆինլանդիայի սահմանապահ ծառայությունն արդեն հայտարարել էր, որ ցանկապատի բարձրությունը 3-ից կհասցվի 3.5 մետրի։ Այժմ նախատեսված բարձրությունը կրկին ավելացել է եւ կկազմի 4.5 մետր։ Ցանկապատը մոտ 1 մետր բարձր է։ Ցանկապատի ցանցը մի փոքր ավելի ամուր կլինի, այն ավելի դժվար կլինի վնասել եւ մագլցել
դրա վրա։ Մեջբերում է հարավարևելյան Ֆինլանդիայում ցանկապատի կառուցման նախագծի ներկայացուցիչ փոխգնդապետ Եսա Վեյկանեն։ Սահմանապանների ցանկապատի վրա կտեղադրվեն արհեստական ինտելեկտով հագեցած տեսախցիկներ, որոնք կկարողանան տարբերել մարդկանց ու կենդանիներին։ Թուրքիան կշարունակի ակտիվ շփումները Ռուսաստանի եւ Ուկրաինայի հետ հասնելու համապարփակ զինադադարի եւ արդար խաղաղության։ Այս մասին Բուդապեշտում հայտարարել է Թուրքիա առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովում։ Մենք խորապես զգում ենք այս պատերազմի գլոբալ հետևանքները։ Ստամբուլում մենք վերջերս անցկացրեցինք կողմերի առաջին հանդիպումը 2022 թվականից ի վեր առաջին անգամ։ Մենք կշարունակենք մեր ինտենսիվ շփումները երկու երկրների հետ հասնելու համապարփակ զինադադարի եւ արդար խաղաղության, ասել է Էրդողանը։ Մայիսի 16-ին Ստամբուլում բանակցություններ են տեղի ունեցել Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ։ Հանդիպումից հետո Մոսկվան եւ Կիևը պայմանավորվել են գերիներին փոխանակել հազարահազարի դիմաց բանաձևով, ներկայացնել հնարավոր ապագա զինադադարի իրենց տեսլականը, մանրամասն ձևակերպել այն եւ շարունակել բանակցային գործընթացը։ Իսրայելի ռազմաօդային ուժերը մեկ օրում հարվածներ են հասցրել Գազայի հատվածում գտնվող 115 արմատական ռազմական օբյեկտների, այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ Թիրախները ներառում էին արձակման հարթակներ, ռազմական կայանքներ, թունելներ, ահաբեկչական ստորաբաժանումներ, ասվում է հայտարարության մեջ։ Մամուլի ծառայությունը հավելել է, որ միաժամանակ Իսրայելի ռազմածովային ուժերը ցամաքային զորքերի հետ համագործակցելով հարվածներ են հասցրել Գազայի հյուսիսում գտնվող ահաբեկիչների օբյեկտներին։ Զինվորականները նշել են, որ զորքերը շարունակում են օպերատիվ գործունեությունը Գազայի հատվածում ահաբեկչական կազմակերպությունների դեմ, ոչնչացնելով ահաբեկչական օբյեկտները եւ ահաբեկիչներին Գեդեոնի մարտակարգեր գործողության շրջանակներում։ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչ նախկին խորհրդական Անդրեյ Պորտնովի սպանությունը հատկապես ցինիկ է, քանի որ այն կատարվել է դպրոցի մոտ։ ՌԻԱ Նովոստին ասել է Ուկրաինայի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովը։ Ցավոք սրտի դա հաստատել են Իսպանիայից առայժմ ոչ մի մեկնաբանություն։ Հատկապես ցինիկ է, որ այն դպրոցից է, որտեղ սովորում է նրա երեխան, ասել է Ազարովը։ Նա նշել է, որ լավ է ճանաչում Պորտնովին։ Ավելի վաղ Կադենա Սեր ռադիոկայանը հողմանելով ոստիկանությանն ու շտապ օգնության ծառայություններին հայտնել էր, որ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի նախկին խորհրդական Անդրեյ Պորտնովը սպանվել է չորեքշաբթի առավոտյան Մադրիդի ամերիկյան դպրոցի մուտքի մոտ Պոզուելո դե Ալարկոն քաղաքում։ Ուկրաինան պատրաստվում է Եվրամիությանը ներկայացնել 40 էջանոց առաջարկ, որով պահանջում է ուժեղացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, հատկապես այն դեպքում, եթե Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվի նոր սահմանափակումներ կիրառել։ Նոր Սպիտակ գրքում Կիևը կոչ է անում Եվրամիությանը առգրավել սանկցիայի տակ գտնվող ռուս միլիարդատերերի ակտիվները եւ փոխանցել դրանք Ուկրաինային։ Առաջարկվում է նաև կիրառել երկրորդային պատժամիջոցներ այն երկրների նկատմամբ, որոնք գնում են ռուսական նավթ, ներառյալ Հնդկաստանը եւ Չինաստանը։ Սա կհամարվի պատժամիջոցային ամենախիստ քայլերից մեկը, որին Եվրամիությունը մինչ այժմ խուսափել էր դիմել։ Թեև Թրամփը խոստացել էր օգնել Ուկրաինային, նրա վերջին հեռախոսազրույցից հետո պարզ դարձավ, նա չի պատրաստվում այս փուլում նոր պատժամիջոցներ կիրառել։ Փոխարենը եվրոպական երկրները որոշեցին շարունակել ճնշումները անկախ Վաշինգտոնի դիրքորոշումից։ Ուկրաինան հստակ նախազգուշացնում է, որ Միացյալ Նահանգների հնարավոր դուրս գալը ընդհանուր պատժամիջոցային ռազմավարությունից կարող է մեծ հարված լինել Եվրամիության միասնականությանը։ Սակայն Կիևը միաժամանակ կոչ է անում Եվրամիությանը առաջատարի դեր ստանձնել եւ չթույլատրել ճնշումը Մոսկվայի վրա անկախ ամերիկյան աջակցության առկայությունից, փոխանցում է Reuters-ը։ Լիբանանի հարավում իսրայելական անօդաչու թռչող սարքը հարվածել է մեքենային, որի հետևանքով վարորդը մահացել է։ Այս մասին հայտնում է Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը։ Ավտոմեքենան հարձակման է ենթարկվել Լիբանանի հարավում գտնվող Տյուր քաղաքի մոտ գտնվող մայրուղու վրա։ Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարար Աբդուլլահ բին Զայեդ Ալ Նահյանը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի ԱԳՆ ղեկավար Գեդեոն Սաարիի հետ, որի ընթացքում կողմերը պայմանավորվել են սկսել ԱՄՆ-ից Գազայի հատված մարդասիրական օգնության մատակարարումները։ Էմիրաթական WAM լրատվական գործակալության փոխանցմամբ առաջին փուլում հումանիտար օգնությունը սնունդ կապահովի Պաղեստինյան անկլավում գտնվող շուրջ 15000 խաղաղ բնակիչների համար։
ԱՄՆ-ի նախաձեռնությունը ներառում է նաև մանկական ապրանքների եւ հումքի մատակարարում Գազայի հատված հացաբուլկեղենի համար։ Մայիսի 18-ին Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել էր Գազայի հատվածի հյուսիսային եւ հարավային շրջաններում ռազմական գործողություններ սկսելու մասին Գեդեոնի կարգերը կոչվող ցամաքային լայնածավալ գործողության շրջանակներում։ Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը հուսով է, որ Ստամբուլում տեղի ունեցած ռուսական եւ ուկրաինական պատվիրակությունների բանակցությունները հիմք կդառնան համապարփակ զինադադարի եւ հակամարտության խաղաղ կարգավորման համար։ Այդ մասին նա հայտարարել է Բուդապեշտում թուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստում։ Ընթացիկ հանդիպումը նախորդում է ԳԹԿ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովին։ Թուրքիան ներկայացնում է նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը։ Մենք հուսով ենք, որ Ստամբուլի բանակցությունները ճանապարհ կհարթեն համապարփակ զինադադարի եւ ապագայում արդար եւ կայուն խաղաղության համար, ասել է Ֆիդանը։ Նրա ելույթը հեռարձակել է TRT Haber հեռուստաալիքը։ Մայիսի 16-ին Ստամբուլում բանակցություններ էին տեղի ունեցել Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև։ Արդյունքում Մոսկվան եւ Կիևը պայմանավորվել էին փոխանակել գերիներին 1000-ի դիմաց մանաձևով, ներկայացնել հնարավոր ապագա զինադադարի իրենց տեսլականը, մանրամասն ձևակերպել այն եւ շարունակել բանակցային գործընթացը։ Եվրամիությունը մտադիր է շարունակել ճնշում գործադրել Ռուսաստանի վրա ուկրաինական հարցում եւ արդեն աշխատում է հաջորդ պատժամիջոցների փաթեթի վրա, որը ել ավելի կոշտ կլինի։ ՌԻԱ Նովոստիին հայտնել են Եվրամիության արտաքին գերատեսչության մամուլի ծառայությունից։ Ռուսաստանի Դաշնությունը բազմիցս հայտարարել է, որ երկիրը հաղթահարելու է պատժամիջոցների ճնշումը, որը Արևմուտքը սկսել է մի քանի տարի առաջ կիրառել Ռուսաստանի նկատմամբ եւ շարունակում է ուժեղանալ։ Մոսկվան նշել է, որ Արևմուտքը քաջություն չունի ընդունելու Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների ձախողումը։ Բուն արևմտյան երկրներում մեկ անգամ չէ, որ կարծիքներ են հնչել, որ հակառուսական պատժամիջոցները անարդյունավետ են։ Եթե Ռուսաստանը չհամաձայնի ամբողջական անվերապահ զինադադարին, ավելի մեծ ճնշում կլինի։ Մենք արդեն աշխատում ենք հաջորդ փաթեթի վրա ավելի կոշտ պատժամիջոցներով, ասել է Եվրամիության խոսնակ Անիտա Հիպերը։ Իրանի Մեջլիսը խորհրդարանը հավանություն է տվել Ռուսաստանի հետ համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագրի մասին օրենքի նախագծին, հայտնում է Ֆարս գործակալությունը։ Խորհրդարանի անդամները հավանություն են տվել Իրանի եւ Ռուսաստանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագրի մասին օրենքի նախագծի ընդհանուր դրույթներին, ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։ Ռուսաստանի եւ Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը մայիսի սկզբին ուղարկվել է Իրանի Իրանի արտգործնախարարության խոսնակ Իսմայիլ Բաղայիի խոսքով պայմանագիրն ակտիվորեն անցնում է վավերացման համար անհրաժեշտ փուլերը։ Համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի հունվարի 17-ին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանի Մոսկվա կատարած այցի ժամանակ։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Ստամբուլում ընթացող բանակցություններում ուկրաինական պատվիրակության պահվածքն անվանել է կրկեսային հյուրախաղ։ Նրա խոսքերը մեջբերում է ռադիո Սպուտնիկը։ Զախարովան նշել է, որ բանակցություններում սառույցն ու կրակը միավորվել են։ Նա հիշեցրել է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը բարի կամք դրսևորեց առանց նախապայմանների բանակցություններ վարելու նախաձեռնությամբ, չնայած բոլոր այն հանգամանքներին, որ առաջվում են այն հարցերին, որոնք այժմ բոլորն իրենց տալիս են լեգիտիմության եւ adekvatության մասին։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին վատ որոշումներով կործանել է իր երկիրը։ Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավարի նախկին խորհրդական Դուգլաս Մակ Գրեգորը YouTube-ի Դանիել Դեվիս Deep Dive ալիքում։ Զելենսկին կործանել է երկիրը, նրան չեն մտահոգում իր վատ որոշումների հետևանքով մարդկային կորուստները եւ ծայրահեղ վատ ղեկավարումը, ընդգծել է Մակ Գրեգորը։ Զելենսկին Ուկրաինայի բնակչության զգալի մասին ստիպել է լքել երկիրը, հավելել է փորձագետը։ Զելենսկու պաշտոնավարման ժամկետը լրացել է 2024 թվականի մայիսի 20-ին Ուկրաինայում անցած տարվա նախագահական ընտրությունները չեղարկվել են ռազմական դրության եւ ընդհանուր մոբիլիզացիայի պատճառաբանությամբ։ Ինքը Զելենսկին հայտարարել է, որ ներկա պայմաններում պետության ղեկավարի ընտրությունները ժամանակավրեպ են։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին ասել է, որ Մոսկվան եւ Կիևը պետք է ինքնուրույն հասնեն հակամարտության կարգավորմանը։ Այս մասին գրում է The New York Times թերթը։
Թրամփն Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին եւ այլ եվրոպացի առաջնորդներին Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո ասել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան պետք է ինքնուրույն լուծեն հակամարտությունը, ասվում է հրապարակման մեջ։ Պարբերականը նաեւ ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ԱՄՆ-ն ի տարբերություն Եվրոպայի ձգտում է ավելի լայն հարաբերություններ զարգացնել Ռուսաստանի հետ։ NYT-ն այս իրավիճակը անվանել է պառակտում Հյուսիսատլանտյան դաշինքի ներսում։ Հայրենիքին մատուցված երկարամյա ծառայությունը մարտում հաջողության գլխավոր գրավականն է, այս մասին Կուրսկի մարզում կամավորների հետ հանդիպանը հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Ցանկացած հաջողության ամենակարևոր գրավականը հատկապես դժվարին պահերին եւ մարտական պայմաններում մարդու ներքին սառնասրտությունն է եւ պատրաստակամությունը կատարելու այն գործողությունները, որոնք նրանից ակնկալում է հայրենիքը, ասել է Ռուսաստանի ղեկավարը։ Նրա խոսքով այս դեպքում առաջնային նշանակություն ունի մոտիվացիան։ Մենք չենք կարող դա անել առանց տեխնիկայի եւ զինամթերքի, բայց ներքին մոտիվացիան առաջինն է, ասել է Պուտինը։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպան ժամանակ հայտարարել է, որ Երևանը պատրաստ է շարունակել համագործակցությունը Մոսկվայի հետ բոլոր ուղղություններով։ Երևանում Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսին հայտարարել է Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Նա նշել է, որ Երևանը չի պատրաստվում վերաֆորմատավորել իր դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Մեր պարտավորությունները եւ իրավունքները, մեր մտադրությունները միմյանց նկատմամբ հստակ գրված են թղթի վրա, ստորագրված եւ վավերացված են եւ դրանք որևէ մեկը չի լուծարել։ Միևնույն ժամանակ հայտնի են հայաստանյան կողմի մտահոգություններն այն մասին, որ նախատեսված մեխանիզմները ոչ միշտ եւ ոչ սահմանված կարգով են աշխատել, բայց սա բոլորովին այլ հարց է։ Կարող ենք քննարկել այդ մեխանիզմների արդյունավետ գործարկման հարցը, բայց հարաբերությունները վերաֆորմատավորելու մասին հարց մեր օրակարգում չկա, ասել է Միրզոյանը։ Լավրովը խոսելով Երևանի եւ Բաքվի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորման մասին ասել է, որ Մոսկվան շահագրգռված է դրանով։ Նաև ընդգծել է, որ Ռուսաստանը պատրաստ է հնարավոր բոլոր եղանակներով աջակցել Հայաստանի սուվերենության տարածքային ամբողջականության ապահովմանը։ Մեր դաշնակցային կարևորագույն ուղղություններից մեկը մենք շարունակում ենք համարել անվտանգության ոլորտը։ Մենք պատրաստ ենք հնարավոր բոլոր եղանակներով աջակցել Հայաստանի պաշտպանության, սուվերենության եւ տարածքային ամբողջականության ապահովմանը, նշել է ՌԴԱԳ նախարարը։ Լավրովն անդրադարձել է նաև վերջին շրջանում քննարկումների առիթ տված խոսակցություններին, թե Ադրբեջանը պահանջել է Հայաստանից դուրս բերել ռուսական 102-րդ ռազմաբազան։ Նա կարծում է, որ ռուսական ռազմաբազան կարևոր բաղադրիչ է Հայաստանի անվտանգության երաշխավորման համար։ ՀՅԴ բյուրոյի անդամ Տարոն Տոնոյանը կարծում է, որ Ալիևն ամեն բան անելու է, որ Նիկոլ Փաշինյանը վերընտրվի վարչապետի պաշտոնում։ Եվրոմեդիա 24-ի տաղավարում հարցազրույցի ժամանակ Տոնոյանը նշել է, որ հենց այդ նպատակով Ալիևը տալու է խաղաղության պայմանագրի թուղթը։ Ես կարծում եմ, որ Ալիևը ամեն ինչ կորզելու է մինչև 26 թվականի ընտրությունների նախօրյակներ։ Նախորյակներին ինքը երբեք թույլ չի տա, Ալիևը թույլ չի տա, որպեսզի Նիկոլը չվերընտրվի։ Ինքը այդ խաղաղության թուղթը տալու է, որ Նիկոլը վերընտրվի, որ դրանից հետո շարունակի իր պահանջները։ Մայիսի 30-ից ԱՄՆ դեսպանատունը գործարկելու է ներգաղթային եւ ոչ ներգաղթային դիմումների համար հարցազրույցի օր ամրագրելու եւ պահանջվող փաստաթղթերի ներկայացման նոր առցանց համակարգ։ Այս մասին հայտնել են ԱՄՆ դեսպանությունից։ Հարցազրույցի ամրագրման համար նախկինում օգտագործվող համակարգն ԱՊԱ ակտիվացված է։ Կայքեջը հասանելի է միայն ընթերցման ռեժիմով։ Հետևաբար դրա միջոցով այլևս հնարավոր չէ դիմել։ Նոր համակարգը գործարկվելու է մայիսի 30-ին։ Այդ օրը հրապարակվելիք ցուցումները կօգնեն տեղափոխել հաշիվը նոր համակարգ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն ասել է, Մոսկվան եւ Կիևը պետք է ինքնուրույն հասնեն հակամարտության կարգավորմանը։ Այս մասին գրում է New York Times-ը։ Թրամփն Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն եւ այլ եվրոպացի առաջնորդներին Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո ասել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան պետք է ինքնուրույն լուծեն հակամարտությունը, ասվում է հրապարակման մեջ։ Պարբերականը նաեւ ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ ԱՄՆ-ն ի տարբերություն Եվրոպայի ձգտում է ավելի լայն հարաբերություններ զարգացնել Ռուսաստանի հետ։ Պարբերականը այս իրավիճակն անվանել է պառակտում Հյուսիսատլանտյան դաշինքի ներսում։
Ուկրաինայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը Մոսկվայի եւ Կիևի բանակցությունները փոխանցելու պատրաստակամությունը կարող են ընկալել որպես ազդանշան, որ Վաշինգտոնն այլևս շահագրգռված չէ հակամարտության կարգավորման գործում ակտիվ միջնորդությամբ։ Այս մասին գրում է բրիտանական Spectator ամսագիրը։ Բացի այդ, ինչպես նշվում է հոդվածում, Թրամփի հայտարարությունը կարող է վկայել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա լուրջ ճնշում գործադրել չցանկանալու մասին։ Պարբերականը ընդգծում է, որ դա ոչ մի լավ բան չի խոստանում Կիևին, քանի որ նրա եվրոպացի դաշնակիցներն արդեն ցուցադրել են իրենց անպատասխանատվությունը, անհաջող փորձելով զինադադարի վերջնագրով ճնշում գործադրել Մոսկվայի վրա։ Մինչ ԱԳՆ շենքում ընթանում էր Միրզոյան-Լավրով ասուլիսը, դրսում ակցիա էր ընդդեմ Ռուսաստանի Դաշնության հետ բարեկամության։ Դիվանագիտական հարաբերություններին դեմ չենք։ Դիվանագիտական հարաբերություններ կարելի է ունենալ ում հետ ասեք։ Բայց այն աննորմալ ներկայությունը, որը Ռուսաստանում կա, եւ հարաբերությունների այն կարգավիճակը, որը կա Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ, չի համապատասխանում իրականությանը։ Ռուսաստանը մեր դեմ վարում է հիբրիդային պատերազմ, այստեղ առանցքային բառը պատերազմն է, պատերազմ վարում են թշնամիները։ Հետևաբար այստեղ ինչ-որ բարեկամությունից բանից խոսալ միայն կարելի է կամ անբարոյականության, կամ էլ անհատակ հիմարության պարագայում։ Բաքվում շարունակվել է ապօրինաբար պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով դատական ֆարսը։ Վարդանյանը կրկին բողոք է հայտնել գործը քննող դատավարական կոլեգիայի դեմ, որը կրկին մնացել է առանց քննարկման։ Հաջորդ շինծու նիստը նշանակվել է մայիսի 27-ին։ Իմպիչմենտի գործընթացը լավ է, բայց Էդմոն Մարուկյանին վարչապետի թեկնածու համարելու տրամաբանություն չկա։ Այս մասին Եվրոմեդիա 24-ի տաղավարում հարցազրույցի ժամանակ ասել է Ազգային ժողովի Հայաստան խմբակցության падգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Նաև այդ թեկնածությունը մերժվել է պատիվ ունեմ խմբակցության կողմից եւ ես եթե չեմ սխալվում մի քանի ժամ առաջ աչքովս ընկա որ նույն այդ անձնավորությունը մուննաթ է գալիս այսպես ասած պատիվ ունեմի որ մի ժամանակ ասում էիք որ ով է լի թեկնածու մենք կողմ քվեարկեք քվեարկեք այսինքն մի հատ էլ այնպես ստացվում որ մի հատ էլ ինքն է շանտաժի ենթարկում պատիվ ունեմ դաշինքին եւ որ ասել է արի ասածը տար, այսինքն ես չեմ հասկանում, մենք ինչա պետք է դառնանք ինչ-որ մարդկանց ձեռքի գործիքը, որն է դրա տրամաբանությունը։ Պետք է արժանի թեկնածու լինի, մեկ, երկրորդը դրանից առաջ պետք է հսկայածավալ աշխատանք արվի։ Ասում մենակ հալվա ասելով բերանը չի քաղցրանում։ Իմպիչմենտի գործընթաց լավ է, բայց դրա տակ կապ պիտի լինի աշխատանք, դրա տակ պիտի լինի գործ, դրա տակ պիտի լինի ռեսուրսներ, մարդկային, ֆինանսական եւ այլն եւ այլևս շարունակ։ Այսինքն այնպես չի որ ասեցինք, քաշվեցինք մի կողմ։ Դե ասեցինք, դե անողները թող անեն, տեխնացուն էլ թե թող ուզում ալնի։ Այսինքն ոնց որ եղավ հիմա, ոնց որ հիմա մենք տեսնում ենք ինչ է կատարվում։ Օկուպացված Արցախում շարունակվում են Իրան-ադրբեջանական համատեղ զորավարժությունները։ Նշվում է, թե երկու երկրների կապերի եւ համագործակցության ամրապնդման տեսանկյունից առանձնահատուկ նշանակություն ունեն Արազ 2025 համատեղ զորավարժությունները, որ կավարտվեն մայիսի 21-ին։ 2024 թվականին ԱԳՆ շենքի դիմաց Տավուշը հանուն հայրենիքի շարժման մասնակիցների բողոքի ակցիայի գործով Մեսրով Եսայանը, Գագիկ Համբարձումյանը, Ժորա Ավետիսյանը արդարացվել են։ Արդարացման դատական ակտը կայացրել է Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը Մուշեղ Արամյանի նախագահությամբ։ Փաստաբան Վարդոյ Սարգսյանը հայտնել է, որ դատավոր Մուշեղ Արամյանը Տավուշը հանուն հայրենիքի շարժման ակցիայի մասնակիցների նկատմամբ կայացրել է արդարացման վերդիկ։ ԱԳՆ շենքի մոտ ոստիկանների եւ ակցիայի մասնակիցների միջև տեղի ունեցած միջադեպը չհամարելով խուլիգանություն։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն երեքշաբթի օրը հաստատել էր, որ Միացյալ Նահանգները որոշել է չմասնակցել Հարավային Աֆրիկայում կայանալիք G20 գագաթնաժողովին ընդունող երկրի ղեկավարության հետ տարաձայնությունների պատճառով։ Մենք որոշեցինք այս տարի չմասնակցել Հարավային Աֆրիկայի կողմից կազմակերպվող G20-ին, ոչ արտաքին գործերի նախարարության, ոչ էլ նախագահի մակարդակով, եւ դա մեծապես կապված էր այս հարցերի մի մասի հետ, բացի որոշ ասպեկտներից, որոնք նրանք ներառել են իրենց
օրակարգում եւ որոնք մեր կարծիքով չեն արտացոլում այս վարչակազմի առաջնահերթությունները, ասաց Ռուբիոն Սենատի լսումների ժամանակ։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը դաշնակիցների հետ քննարկում է Ռուսաստանի հետ ուղիղ բանակցությունների հաջորդ փուլը հրապարակումը հայտնվել է նրա Telegram ալիքում։ Նրա խոսքով Ուկրաինան եւ նրա դաշնակիցները քննարկում են մանրամասներն ու առաջարկները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ երեկվա զրույցից հետո։ Նա ընդգծել է, որ Վաշինգտոնը պետք է մասնակից լինի խաղաղության գործընթացին։ Մենք գործընկերների հետ խոսում ենք ռուսերի հետ հաջորդ հանդիպումների մասին, ուղիղ բանակցություններ, որոնց Ուկրաինան բացարձակապես պատրաստ է եւ ցանկացած ձևաչափով որ արդյունք կտա։ Ես շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր օգնում են մեզ, գրել է Զելենսկին։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ՀՕՊ համակարգերը Ռուսաստանի 3 շրջաններում ոչնչացրել են ուկրաինական 15 անօդաչու թռչող սարք։ Մոսկվայի ժամանակով ժամը 20:00-ից մինչև 21:40-ը հերթապահության մեջ գտնվող ՀՕՊ համակարգերը ոչնչացրել են ինքնաթիռային տիպի 15 ուկրաինական անօդաչու թռչող սարք, 11 անօդաչու թռչող սարք Օրիոլի մարզի տարածքում, 3-ը Բրյանսկի մարզի տարածքում եւ 1-ը Բելգորոդի մարզի տարածքում հայտնել են գերատեսչությունում։ Դոնի Ռոստովում արտակարգ ծառայությունների համար բարձր պատրաստվածության ռեժիմ է մտցվել եղանակային պայմանների վատթարացման, ուժեղ անձրևների եւ քամու պատճառով։ Այս մասին իր Telegram-յան ալիքում հայտնել է քաղաքապետ Ալեքսանդր Սկրյաբինը։ Նրա խոսքով ռեժիմը մտցվել է վարկյանում մինչև 20-ից 25 մետր արագությամբ քամու հետ կապված տեղատարապ անձրևների պատճառով։ Քաղաքապետը հավելել է, որ բարձր զգոնության ռեժիմը կգործի մայիսի 20-ից մինչև մայիսի 22-ը։ Մոսկվայի ժամանակով ժամը 12:00 ներառյալ։ Սկրյաբինը կոչ է արել տեղի բնակիչներին պահպանել անվտանգության միջոցառումները եւ զգույշ լինել։ ԱՄՆ վարչակազմը ակնկալում է այս շաբաթ Ռուսաստանից ստանալ Ուկրաինայում հրադադարի պայմանների ցանկ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնականի պաշտոնակատար Մարկո Ռուբիոն։ Այսպիսով այնինչ մենք հիմա ակնկալում ենք հիմնվելով նախագահի զանգի եւ պարոն Սերգեյ Լավրովի հետ շաբաթավերջին ունեցած իմ զրույցների վրա այն է, որ որոշակի պահի բավականին շուտով, գուցե մի քանի օրից, գուցե այս շաբաթ մենք հուսով ենք, որ ռուսական կողմը կներկայացնի պայմանները, որոնք ինքը ցանկանար տեսնել, ասել է Ռուբիոն Սենատի հատկացումների հանձնաժողովի լսումների ժամանակ։ Պարզապես ընդհանուր պայմաններ, որոնք թույլ կտան մեզ շարժվել դեպի հրադադար եւ այդ հրադադարը թույլ կտա մեզ մանրամասն բանակցություններ սկսել հակամարտությունը դադարեցնելու համար, հավելել է Ռուբիոն։ Լեհաստանը չի պատրաստվում զորքեր ուղարկել Ուկրաինա, սա վերջնական որոշում է, այս մասին TVP Info հեռուստաալիքի եթերում հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։ Այո, պատասխանել է քաղաքական գործիչը հեռուստահաղորդավարի այն հարցին, թե արդյոք Լեհաստանի իշխանությունների Ուկրաինա զորքեր չուղարկելու որոշումը վերջնական է եւ վերանայման ենթակա չէ։ Նրա խոսքով Վարշավան այս հարցում արևմտյան գործընկերների ճշմարտ տակ չէ եւ ԱՄՆ նույնպես տեղյակ է լեհական կողմի դիրքորոշումից։ Իսրայելը հետ է կանչում իր պատվիրակությունը Դոհայից Պաղեստինյան Համաս շարժման կողմից ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթկովի պատանդներին ազատ արձակելու եւ կրակը դադարեցնելու ծրագիրը չընդունելու պատճառով հայտնել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակը։ Այս մասին հաղորդում է RIA Novosti։ Նեթանյահուի գրասենյակը շեշտել է, որ իսրայելական կողմը համաձայն է Վաշինգտոնի առաջարկին Ուիթկովի պլանի հիման վրա վերադարձնել առևանգվածներին, սակայն Համասը շարունակում է հավատարիմ մնալ իր մերժման քաղաքականությանը։ Դոհայում մեկ շաբաթ տևած ինտենսիվ շփումներից հետո ավագ բանակցային թիմը կվերադառնա Իսրայել խորհրդակցությունների համար, հայտնել են գրասենյակից։ Իսրայելական բանակը ընդլայնում է իր գործողությունները Գազայի հատվածում որպես ինքնապաշտպանության մաս, սակայն պատրաստ է ճշգրտել իր գործողությունները, եթե համաձայնության հասնեն պատանդների ազատ արձակման վերաբերյալ, հայտարարել է Իսրայելի բանակի գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը։ Այս մասին հաղորդում է TASS-ը։ Նա ընդգծել է, որ իսրայելական կողմը կհաստատի լրացուցիչ տարածքների նկատմամբ օպերատիվ վերահսկողություն, կմաքրի եւ կոչնչացնի ահաբեկչական ենթակառուցվածքները միջև Պաղեստինյան Համասի շարժման լիակատար պարտությունը։ Նրա խոսքով պատանդների ազատագրումը մնում է առաջնահերթ նպատակը։ Եղանակը առաջիկա օրերին։ Երևանում մայիսի 21-ից 3-ը, 22-ին եւ 25-ից 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 24-ից 3-ը սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ քամու ուժ գնացում։
Մարզերում մայիսի 21-ից 3-ը, 23-ից 25-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Մայիսի 22-ին եւ 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժ գնացում։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։